8-րդ դասարանի ընդհանուր ամփոփում։ Այս տարի մենք անցանք շատ հետաքրքիր եւ բազմազան թեմաներ։ Օրինակ, դրանցից մեկը մեխանիկական աշխատանքն է։ Մենք ուսումնասիրեցինք թե ինչ է մեխանիկական աշխատանքը, նկարեցինք տարբեր նկարներ, ուսումնասիրեցինք, կատարեցինք նաեւ լաբորատոր աշխատանք եւ նաեւ ուսումնասիրեցինք ինչպես է լինում աշխատանք։ Նաեւ անցանք հզորությունը, իմացանք թե ինչ է հզորությունը, ելի կատարեցինք տարբեր վարժություններ, ուսումնասիրեցինք նկարներ, իմացանք թե ինչպես են նշանակում տարրերը եւ ինչպես են հաշվում հզորությունը։ Անցանք նաև օգեգի էներգիան, իմացանք թե ինչ է նշանակում օգեգեն եւ ինչպես են նշանակում օգեգեն։ Սովորեցինք բանաձևերը եւ նաև ստացանք կինետիկ էներգիան եւ լուծեցինք տարբեր վարժություններ։ Ջերմաշարժիչ։ Ջերմաշարժիչը սարք է, որը ջերմային էներգիան փոխարկում է մեխանիկական աշխատանքի։ Այն աշխատում է այսպես. դա աղբյուրից ստացված ջերմությունը տրվում է աշխատող նյութին, օրինակ գոլորշի կամ գազ, որը դարձակվում է եւ շարժվում է մեխանիզմը, իսկ ավելորդ ջերմությունը փոխանցվում է սառը աղբյուրին։ Առաջին գործնական ջերմաշարժիչները ստեղծվել են 18-րդ դարում։ Գոլորշային շարժիչը կատարելագործվել է շոտլանդացի գյուտարար Ջեյմս Ուաթը, որի աշխատանքը մեծ դեր խաղաց արդյունաբերական հեղափոխության մեջ։ Նրա ստեղծված շարժիչները լայնորեն կիրառվեցին գործարաններում, հանքերում եւ ավտոբուսներում։ Հետագայում ստեղծվեցին ներքին այրման շարժիչներ, որոնց օգտագործում են ավտոմեքենաներում, ինչպես նաև գազային տուրբինների եւ այլ տեսակներ։ Ներքին այրման շարժիչը ստեղծվել է 15-րդ դարում եւ դարձել ժամանակակից տեխնիկայի հիմքը։ Առաջին գործնական շարժիչը 1860 թվականին ստեղծել է ֆրանսիացի ինժեներ Էնտիեն Լենոիրը եւ աշխատում էր գազով, բայց այնքան արդյունավետ չէր։ 1878 թվականին գերմանացի ինժեներ Նիկոլաս Օտոն ստեղծել է 4 հարվածանի շարժիչը, որը հայտնի է Օտոյի ցիկլով եւ դարձել բենզինային շարժիչի հիմքը։ 1890-ական թվականներին Ռոդոլֆ Դիեզելը ստեղծեց դիզելային շարժիչը, որը ավելի տնտեսող էր եւ աշխատում էր բարձր ճնշման սկզբունքով։ Այսպիսով ներքին այրման շարժիչը դարձավ արդյունավետության եւ տրանսպորտային զարգացման կարևոր շարժիչը, որը մինչեւ այսօր լայնորեն գործածվում էր ավտոմեքենաներում, նավերում եւ տարբեր մեքենաներում, փոխելով մարդու կյանքը եւ տեխնոլոգիաների զարգացումը։ Շոկեմեքենան սարք է, որը ջրի գոլորշու ուժը վերածում է մեխանիկական աշխատանքի։ Ջուրը դակացնելիս առաջացնում է գոլորշի, որը ճնշում է, ստեղծում եւ շարժում է մխոցները կամ անիվները։ Առաջին գործնական շոկեմեքենան ստեղծվել է 1712 թվականին անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկենի կողմից։ Հետագայում այն կատարելագործվել է շոտլանդացի ինժեներ Ջեյմս Ուատի կողմից, որի շնորհիվ շոկեմեքենան դարձավ ավելի հզոր եւ տնտեսող։ Շոկեմեքենան մեծ դեր ունեցավ արդյունաբերական հեղափոխության ժամանակին, գործածվում էր գործարանում, հանքերում եւ ինչպես նաեւ շարժում էր առաջին գնացքներն ու նավերը։ Այս գյուտը նպաստեց արդյունաբերական եւ տրանսպորտի արագ զարգացմանը։ Արևային էլեկտրակայաններ։ Արևային էլեկտրակայանները այն սարքերն են, որոնք արևի լույսը փոխում են էլեկտրաէներգիայի։ Երբ է ստեղծվել առաջին արդյունավետ արևային մարտկոցը ստեղծվել է 1954 թվականին։ Ստեղծվել է ամերիկյան գիտնականների կողմից Bell Labs հետազոտական կենտրոնում։ Ինչպես է աշխատում։ Արևի լույսը ընդունում է արևային վահանակների վրա եւ վահանակների մեջ գտնվող հատուկ նյութերը լույսը վերածում են էլեկտրական հոսանքի։ Լավ կողմերը այն է, որ չի աղտոտում բնությունը։ Արևը անվերջ էներգիայի աղբյուր է, քանի որ էլեկտրաէներգիա է տալիս առանց վառելիքի։ Երկար ժամանակ կարող է ծառայել։ Իսկ բաք կողմերից այն է, որ գիշերը չի աշխատում, անպամած եղանակներին քիչ էներգիա է տալիս, պետք է նաև տեղադրելու համար սկզբից մեծ գումարներ։ Հողմաշարժիչներ։ Առաջին հողմաշարժիչները ստեղծվել են մոտավորապես 7-ից 9-րդ դարում։ Դրանք օգտագործվում էին ոչ թե էլեկտրականություն ստանալու համար, այլ ջուր բարձրացնելու կամ ցորեն աղալու համար։ Առաջին հայտնի հողմաշարժիչները եղել են Պարսկաստանում, ներկայիս Իրանում։ Ստեղծվել է ոչ թե մեկ անձի կողմից, այլ ստեղծվել է հին ինժեներների եւ արհեստավորների կողմից եւ աստիճանաբար զարգացել է։ Հետագայում հողմաշարժիչները շատ զարգացան, հատկապես Նիդերլանդներում, որտեղ դրանք օգտագործվում են ջուրը հեռացնելու, հողերը չորացնելու համար։ Ժամանակի ընթացքում էլեկտրաէներգիա արտադրող հողմաշարժիչները սկսեցին լայնորեն օգտագործվել 20-րդ դարում։ Ինչպես է աշխատում։ Քամին շարժում է հողմաշարժիչի թևերը պետում են ռետորը միացված է գեներատորին, գեներատորը արտադրում է էլեկտրական էներգիա։ Հիմնական մասերը թևերը քամուց պետում են ռոտորը, գեներատորը եւ սյունը, բարձր հնարան, որի վրա տեղադրված է սարքը։ Էներգիայի չվերականգնվող աղբյուրներ։ Երկրագնդի վրա էներգիայի հիմնական աղբյուր է արևը։ Արևի էներգիայի բնական աղբյուրները՝ ջրի էներգիան, քամու էներգիան, վառելիքի էներգիան։ Սրանք համարվում են արևի էներգիայի տեսակներ։ Էներգիայի բնական աղբյուրներ են նավթը, քարածուխը եւ բնական գազը։ Սրանք նաեւ համարվում են չվերականգնվող էներգիա։ Չվերականգնվող են, քանի որ չեն կարող հետ բերել, այսինքն կարող է ժամանակի ընթացքում վերջանալ։ Էներգիայի վերականգնվող աղբյուրները։ Վերականգնվող աղբյուրներ են օդը, ջուրը, քամին, արևը, տաք ջրերը եւ բիոզանգվածը։ Սրանք համարվում են վերականգնվող, քանի որ չեն կարող վերջանալ։ Եվ այսպեսով վերջացրեցինք մեր 8-րդ դասարանի թեմաները։